Բարև ձեզ հայր ջան։ Ուրեմն շատ հաճախ սոցցանցերում կարդում եմ, պոստեր եմ տեսնում, կոմենտներ եմ տեսնում, այ մեր տագանք հայերը, այ մեր տագանք հայերը։ Հազար անգամ ապացույցել ենք, որ զոմբի ժեղ տարածողները, տագանք հայեր տարածողները, այո, հենց թաքնված թուրքաջգուդներն են հայախոս Հայաստանում և անգամ ապացույցել ենք, որ դրսից հայախոս թուրքերը տարածում են տագանք հայի հեքիաթները, ասենց ասեմ, որ այն գործողությունը, որ կատարվում է Հայաստանում հայերի հանդեպ, սպանդա գնում հայերի, Հայաստանում ցրտված հայախոս թուրքաջգուդների միջոցով հայ ազգին դեմ են տալիս դրսի թուրքաջգուդներին, սպանդի են ենթարկում։ Այո, Հայաստանում և մի քանի անգամ ավելացել է մահը, հստակ ասում եմ, որ դա եղերն է կատարվում ներսի հայախոս թուրքաջգուդների միջոցով հայ ազգի հանդեպ։ Ուրեմն տարածեցին, որ իբր թե Նժդեն ասել է, որ տագանք հայեր, Նժդեի բերանով ուզեցին, քանի որ Նժդեն մեծ հեղինակությունը հայ ազգի համար, ջհուդները խորամանկություն արեցին, փորձեցին Նժդեի անունից տարածեն հային, ոնց է Հոխիկյանը, ջհուդ Հոխիկյանը, ասում, որ Նիկոլը մեզ սովորացնում էր միտք ներարկել, այսինքն ջհուդները որոշեցին մեծն սուրբ Նժդեի բերանով հայի ուղեղի մեջ միտք ներարկել, որ այս ամենը ինչ որ կատարվում է հայ ազգի հանդեպ, դա անում են իբր թե տագանք հայերը։ Ապացույցեցինք, որ Նժդեն նման բան չէր կարողանա ասել, որովհետև Նժդեի մեջ կար մեծ սեր իրանց սեփական հայ ազգի հանդեպ, միայն մեծ սերը կարատա այդ զորությունը, որ ընդամենը 500 հոգով կոդորեն 11-րդ կարմիր բաննագը 50,000 ջհուդների, մուսավաթիստների բաննագը։ Ժողովուրդ թիվը լսեք ու հասկացեք, 500 հոգով կոտորել են 50,000 ջհուդի բաննագը, 50,000-անոց ջհուդի բաննագը։ Միայն մենք սերը, միայն ասու հանդեպ մենք հավատքը, արտարության հավատքը կարա այդ զորությունը տա։ Եվ գտանք Նժդեի իրական բառերը, որ ասել էր, «Օ իմ սուրբ հայ ժողովուրդ, քո ամենադժվար պահին ես անգամ աներևույթաբար կգամ կհասնեմ քո փրկության»։ Ոնց կարար նման բառեր ասող, որ քո ամենադժվար պահին ես ենթու աշխարից էլ կգամ քեզ կհասնեմ, ասեր տագանք հայ ժողովուրդ։ Ջհուդների ստոր խորամանկություն ստեղ էլ չանցավ, բացահայտեցինք այս ամենը, զոմբիաժեխի խաղի բացատրությունն էլ տարածեցինք, որ մեզ ուզում էին ներկայացնել աշխարհին, որ մենք ինչ-որ ոչնչություն ենք զոմբիժեխեն, որ մեզ կոտորելուց բոլոր մնացած ժողովուրդները մտածեն, որ դե կեղտ են աշխարհ են մաքրում։ Եվ այդ զոմբիաժեխը տարածում են, որ մենք մեզ նսեմացված գանք,
Մենք մտածենք, որ այս ամեն ինչը մենք իբր թե դարձել ենք զոմբի արժեղ, մենք ունենք տագանք հայեր, որի պատճառով կատարվում է հայոց եղեր եւ հայոց պետականության ոչնչացում։ Էդ էլ չանցավ, էդ էլ աբացույցեցինք եւ տարածեցինք, որ ով որ խոսում է զոմբի արժեխի մասին, հայ, իրանք հենց ջվուդներն են հայախոս։ Հիմա կրկնում եմ, ով որ պոստեր է գրում, ով որ կոմենտներ է գրում տագանք հայերի մասին, իմացեք, որ ձեր քոքն ու բույսը ավելի արագ է, ոչինչ անալու, քան Աստվածը ծրագրել է։ Ուրեմն ժողովուրդ ջան, խոսամ նրա մասին, որ ուրեմն շատ, где-то 70-80% թոշակառուներին կտրելա նպաստները։ 10,000 դրամ ընդամենը փող ավելացրեց թոշակներին, քանի որ արդեն ապացույցված է բոլոր բիզնեսները, խոշոր բիզնեսները հայախոս թուրքաջվուդների ձեռն է, 10,000 նպաստ ավելացրին ժողովրդին, թոշակառուներին, համարյա 100% թանկացել է ապրանք, ժողովուրդ ջան։ Այդ 10,000-ն էլ որ ավելացրել է, այսինքն 10,000-ը 40,000-ից где-то 25%-ն է, հա, 25% բարձրացրեց թոշակը, համարյա 100%, հաստատ 80-90% թանկացել է ապրանքի արժեքը։ Այդ 25% բարձրացրած գումարը դա էլ է գնում իրանց ջաղածին, ջրաղացին ջուր, իրանց օգուտ, բայց դա նշանակում է ժողովրդին, թոշակառուներին հատկապես 80%-ով ավելի մտան ջեբը, քյասիբ ծրին։ Հասկացաք խաղը ինչումն է, ժողովուրդ ջան։ Հիմա կտրելա նպաստները։ Ես ավելի քան վստահ եմ, քանի որ իրան գիտեն ով է հայ, ով է հայախոս թուրքաջվուդ, իրան կտրել են հայերի նպաստները։ Այո, հայերի նպաստները, ինչ է նշանակում, եթե մարդը բանկից վարկ է վերցնել, դա դարձել է ցուցանիշ, որ դու լավ ես ապրում, վրեդ պետքա նպաստ կտրե, այդ որ հարուստն է գնում աբարիկով, տոգոսով, տոգոսի տակ է մտնում, աբարիկով տված ապրանքը, ժողովուրդ ջան, վիտոգի քո վրա ավելի թանկ է նստում։ Այդ որ մի հարուստը գնում է մտնում է տոգոսի տակ, պարտքով կոպիտ ասած, ապրանք է առնում։ Այդ որ օրվանից աբարիկով արված ապրանքը դարձել է ցուցանիշ լավ ապրելու, Իսոս ու Քրիստոս։ Հիմա եթե մարդու սառնարանը փճացել է, եթե թոշակառուի տելևիզորը փճացել է, ենթակա չի վերանորոգման, իսկ հիմա վա սդից թուրքաջվուդ ռեմոնտ անողները գալիս են ու միանգամից ասում են, որ վсё։ Ունենք այտենց փորձեր, որ եկել են կոմբինեզոնով, սենց ֆիրմայի ներկայացուցիչները, մի օրվա տեղ երկու օր են եկել, վիտոգի ասել են, որ ենթակա չի վերանորոգման, որ իրանց ապրանքները ոնց են հեռախոսները ծրագիր ունեն, փճացնում են, որ գնան մարդիկ նորից իրանցից հեռախոս առնեն։ Այ այտենց իրանց մասնագետները, ճակերտավոր մասնագետները գալիս են ասում են ենթակա չի վերանորոգման ու պաս են տալիս քեզի ավտոմատ ձևով շուկային։ Շուկան էլ իրանցով գրաված է։ Բոլոր կրուպնի բիզնեսները, ժողովուրդ ջան, թուրքաջվուդների ձեռն է։ Քեզ կապ չունի որ խանութին,
Քեզ կապ չունի, որ բանկին իրանք սարկում են ջվուդի, ջաղացի ջուր քեզի։ Քեզանով եկամուտ են տալիս եւ ապրանք բերողին եւ բանկին։ Բանկը տոկոս աշխատում, ապրանք բերողն էլ փող աշխատում։ Հասկացաք ինչ են անում։ Այնտեղ ուրոր երկու մասնագետ երգորեկել են, ասել են, տարբերակ չկա վերանորոգվելու սառնարանի, հայ սովորական վարպետն եկել է ընդամենը մի կես ժամվա մեջ վերանորոգել է ժողովուրդը։ Հիմա, եթե թոշակառույն ընկնում է նման մասնագետի ճանգերը, իրան ասում են սառնարանդ կամ հեռուստացույցդ, всё, տարբերակ չունես վերանորոգելու։ Ինչ պիտի անես մարդը։ Մի երկու կտոր հաց է առնում, սնունդ է առնում, էդ էլ փջացն է։ Ստիպված գնում է, մտնում է վարկի տակ։ Սառնարան է առնում, իհարկե դվուխկամերնի, մի քանի հատ չի առնում, դոդի նման, մեն սառնարաններ չի սարկում կվարտիրայի մեջ, որ կես տան չափը կամ այդ տան չափը դառնա սառնարան, դոդի գագոյի տան նման։ Առնում է մի փոքր սառնարան կամ մի փոքր տելևիզոր, որ այս աշխարհից ընդհանրապես կտրված չլինի, չհասկանալով, որ այդ կառոպկեն միայն սուտ է խոսում։ Որ օրվանից դարձավ վարկ վերցնելը լավ ապրելու ցուցանիշը, որ դա սարքել են, եթե թոշակառույն վարկ է վերցնում, ուրեմն ինքը լավ է ապրում, իրան վրան նպաստն են, այդ 20,000-ն են կտրում։ Մարդիկ խոսում են, որ ստիպված մտել են վարկի տակ, որովհետև դեղերի ահրելի գները, որ դրված է, դեղերի փող չի հերիքում։ Նպաստարուն կարա երեխա ունենա, այ քեզ բան, երեխուն էլ կողում են ռակի տակ, այդ ով չգիտի ինչեր են անում։ Մարդիկ ստիպված գնում են, մտնում են վարկի տակ, դա սարքել են լավ ապրելու ցուցանիշ ու ժողովրդի վրան նպաստներ են կտրել։ Թե հայերի վրան նպաստները կտրեցիք, տվարներ, որ այդ 10,000 դրամները, որ ավելացրել եք, էդ էլ գնա այդ ֆոնդի։ Հասկացաք ինչ արեցին ժողովուրդ ջան, այդ 20,000-ները, որ պիտի կտրեն, թող այդքան լավ տղեկեին, թող միջև ընտրությունը կտրեին։ Թե ընտրությունից առաջ 10,000 դրամ ավելացրին, ընտրությունից հետո 20,000 կտրեցին։ Ապրանքն էլ 100%-ով համարյա թանկացրին։ Ինչ որ վերաբերվում է ժողովուրդ ջան, միայնակ թոշակառույներին զգուշ մնացեք, ձեզ արդեն հետապնդում են, որովհետև ձեր բնակարանները արժեք ունեն։ Օրենք ընդունեցին, որ իբր թե հագարակ վարկ են տալիս թոշակառույներին միայնակներին, կոխեն ձեզ վարկերի տակ ու չգիտես, դուք եթե անգամ չգնաք, ձեր անունից թղթերը կսարքեն, ստորագրեն, ինքնասպանությունն է շատանալու, կամուրջից գցվել, գազից խեղդվավ, ինսուլտ խփեց տան մեջ մահացավ, օգնող չկար, 1000 ու մի բան, ժողովուրդ ջան, եթե անգամ հիվանդանոց ընկնեք, իմանան, որ միայնակ թոշակառու եք, հաստատ իմացեք, որ հիվանդանոցը գմնա տրամպլինն են տու աշխարհի։ Տները ձևակերպում են, հետո ձեր գլխին օիններ են բերում ու հետո կոպեկներով ձևակերպված բանկում տները շատ հեշտությամբ վերցնում են իրանք, ցանց է գործում։ Ու վաճառելու են էսեգած ռուսի անվան տակ ջվուդների, ժողովուրդ ջան, համ փող են աշխատելու, համ տեղավորցնելու են իրանց ջվուդներին Հայաստանում։ Այդ ժլոյ ֆոնդը միայնակ թոշակառույներին իրանք տեղավորցնելու են իրանց ջվուդներին, ձեր գլուխները ուտելով։ Զգոն եղեք, միայնակ թոշակառույներ, ինչքան կարաք ավելի շատ շփվեք, ինչքան կարաք ավելի շատ հարևաններից, չգիտեմ, ծանոթներից հետ շատ շփվեք, որ տեսնեմ, որ ձեզ տիրություն անող կա։ Ինչ որ վերաբերվում է
հայախոս թուրքաջվուդների մասին, որ խոսում եմ։ Այո, կապիտուլյացիա նախ ասեմ ձեզի, երբ որ մտա ինտերնետ գրյոբն է հեղափոխություն 18 թվին կատարելուց հետո մտա ինտերնետ ասի ավելի տարածեն, որ սա ջվուդական կռիվ է մեր հայ ազգի դեմ, ուրեմն լեկտի քֆուրները, որ տեսագրում են, իհարկե հասկացա, որ սա հայի արածը չի, ավելի համոզվեցի, որ սա լկտի ջվուդների արածն է, նամանավանդ ոչ մի տղամարդ հայ կնոջ չեր կրի են լկտի բարերը, որ գրում են, ժողովուրդ ջան, այո, դուք հիմա պարբերաբար տեսնում եք, որ ես իրանց մեկին 10 պատասխանում եմ, որովհետև իրանք քֆուրները գրելով ստավկեն եղել է հայի ամոթի վրա, որ հայերը ասեն աման էս ինչա կատարվում, ինտերնետից դուրս գան, իրանք ինֆորմացիոնի դաշտը տագանք հայերի տպավորությունը ստեղծեն, որ մենք տագանք զոմբի ժեխենք, որ այս ամեն ինչ որ կատարվում է, ինֆոդաշտը ապահովեին, որ իբր թե էտենցա, դրա համար մենք եղերն ենք ապրում, մեր հողերը տալիս են թուրքաջվուդներին, հասկացաք, այո, ունեմ տղամարդու հատկություն, ասել եմ և ոստիկանությունում, եթե իմ բուդ մատին, ոտիս բուդ մատին հասկանալով կողում են, ես ոչնչացնում եմ, ոչ թե միայն կողում եմ, ոչնչացնում եմ երկու ոտի 10 մատները, ես երկու թաթն եմ ոչնչացնում, այո, ես դա անում եմ ինտերնետի մեջ հիմա, որ իրանք թռնեն ինտերնետից, ջարդում եմ ջվուդների Իսրայելի ներքին բանակը ինֆոդաշտում։ Կապիտուլյացիայից հետո ինձ սկսվեց իմ գլխին օիններ գալ, մարդ, որը օրենքի հետ ընդհանրապես խնդիր չի ունեցել իրան 60 տարվա մեջ, ինձ սկսեցին 1000 ու մի օիններ իմ գլխին բերել ու ես հայտնաբերվում եմ ոստիկանությունում։ Մի ոստիկանություն չեմ հայտնաբերվել, ժողովուրդ ջան։ Ուրեմն առաջի հարցին Մորկուր ջան, ինչի համար ես պայքարում, Մորկուրն ասել է, որ պայքարում եմ ջվուդների դեմ։ Հանում եմ վիդեոն ցույց եմ տալիս, որ ջվուդների եվրейների միության նախագահ Հայաստանի պաշտոնապես հայտարարել է, վիդեոն ցույց եմ տալիս, նա կամերու ինտերվյու է տվել, որ Հայաստանում դա դեռ 8 տարի առաջ, այսինքն իրանց լամուկներն արդեն դարձել են քաղաքացի, մի սերունդ էլ է մեծացել։ 800,000 և 2000 ընտանիք, որոնք գրանցված են, այդ 2000 ընտանիքը գրանցված են միությունում առանցին, ժողովուրդ ջան։ Պետք է հասկանալ այդ 2000 ընտանիքը, դրանք հենց քաղաքական դաշտում են։ 800,000-ը, դա իրանց մոզգն է, գլուխն է։ Սրանց միջոցով կառավարում են մնացածներին։ Մոզգ ասելով նկատի չունեմ, որ իրանք խելացի են, չէ, իրանք գլխին են դրած։ Կնոպկա սխմողներն են, օրենքներ իբր թե ընդունողներն են, օրենքներ իբր թե առաջարկողներն են, օրենքներ գրողներն են, այդ 2000-ն է, ժողովուրդ ջան, իշխանավորներն են, 800,000 դա խառնածին լամուկներն են, իրանց ձեռքերն են, որոնց միջոցով իրանք գործում են, դրան գբացեք ինտերնետի մեջ, Սայանիմի бар русերեն, это спящие агенты Моссада. В любой стране родившийся от еврейской утробы ребенок автоматически превращается в агента воина Моссада,
называется он Саянимом. Իմացեք, ամեն ջվուդ կնոջի ցրտվածը բոլոր տարբեր ազգերից ինքը ջվուդ է եւ ավտոմատ ձևով դառնում է Մոսադի ագենտ աշխարհի բոլոր երկրներում քնած ագենտա, քնած սպեշի ագենտ, այսինքն դու չես պատկերացնում ինքը ով է։ Իրան եթե այս հենց ասեն, գնա այնտեղ, չգիտեմ, մարդ սպանի, քիչ կանալը, ինքը ուզի դա կանե։ Ինքը կոչվում է Սայանիմ։ Ուրեմն, այդ վիդեոն ցույց եմ տալիս ոստիկանությունում, քնչագանում, բոլոր տեղ, ուր ինձ քաշի տարել են իրավապահ մարմիններում։ Երկրորդ վիդեոն ցույց եմ տալիս, որտեղ որ Եվրейների միության նախագահան Հայաստանում Ռիմա Վարժապետյանը պաշտոնական նակամերով հայտարարում է, որ ինքը եւ հոգեպես եւ գործնեությամբ սիոնիստ է։ Սիոնիզմը ՄԱԿ-ի ասամբլեայով ընդունված է ֆաշիզմի ամենանենգ տեսակը, ժողովուրդ ջան։ Այն որ ասում են 90-ականներին հանել են այդ հոդվածը, բան սուտ է։ Եթե հանեին պաշտոնական օրն ու ժամը եւ այդ հոդվածի համար կտարածեն։ Չի կարա ֆաշիզմի գաղափարախոսությունը վդրուկ փոխվի դառնա խաղաղության գաղափարախոսություն։ Իհարկե, եթե մի բան ընդունվել է ֆաշիզմ, այն էլ Իրան ամենանենգ տեսակը, դա էլ փոփոխության ենթակա չի։ Իրանք սուտ լուր են տարածում, որ այս հոդվածը հանված է, չկա այդպես բան։ Հիմա ցույց եմ տալիս իրավապահ մարմիններում այդ երկու վիդեոն եւ հիմա ցույց եմ տալիս Կեդմիի վիդեոն, որ խոսում է, որ նացիզմը, ռասիզմը, ֆաշիզմը պլոտ at պլոտի մարմինն է ջվուդական, հա? Պլոտ at պլոտի, չգիտեմ հայերեն գրակ այդ ոնց թարգմանեմ, այսինքն երեխեն է ջվուդաստանի, սենց ասեմ, ջվուդ ժողովուրդի, դա իրան կուլտուրան է եւ ցիվիլիզացիան է։ Այսինքն իրանք ապրում են ֆաշիզմը տարածելով, ռասիզմ ու նացիզմը, սա իրանց ապրելակերպն է, կուլտուրան է, մտքերն են, գաղափարախոսությունն է, եւ դա իրանց ցիվիլիզացիան է, զարգանում են իրանք այդպես։ Շատանում ու զարգանում են։ Ավելի պրոֆեսիոնալ են դառնում, ավելի մեթոդները ճոխացնում են։ Երկրաշարժները, բաները, այս ամեն ինչը իրանց արածներն է, ժողովուրդ ջան։ Ուրեմն ասում եմ, հարգելի իրավապահ մարմինների աշխատողները, եթե միության նախագահան խոսում է, որ ինքը սիոնիստ է, նշանակում է, որ ամբողջ Իրան ենթակա ստրուկտուրան զբաղվում է դրանով։ Հարց առաջանում, ում հանդեպ են Հայաստանի տարածքում 800,000 եւ 2000 ընտանիք զբաղված ֆաշիզմով։ Հայ հանդեպ, իհարկե։ Ցույց եմ տալիս 23 թվին Քնեսետում հոդվածը, որ Իսրայելը պաշտոնական հայտարարել է, որ ինքը հետևողական է Հայաստանը ոչնչացնելու գործում։ Այսինքն հարգելի իրավապահ մարմինների աշխատողներ, հայեր, ովքեր որ հայ եք չգիտեք, իմացեք, ասեմ իմանաք ժողովուրդ ջան, այդ մենտ ու մուսրները իրավապահ մարմիններում էլ եմ դա խոսում, հենց իրան շարքերում գործող հայախոս թուրքաջվուդներն են, հայի ինչ ուսադիր ուզում ես դիր, ինչ ֆորմա ուզում ես հագցրա, իրան խիղճը իրան հետն է։ Կոստյումը չի, որ պիտի ազդի հայի վրա, հասկացաք ժողովուրդ ջան։ Հիմա դե եթե ֆաշիզմով են զբաղվում, եթե ռասիզմով ու նացիզմով են զբաղվում,
Փաստորեն Իսրայելը ոչնչացնում է Հայաստանը, ում միջոցով է, սաղը գորում են 5-րդ շարասյուն, այս մորկուրը էստատի գոմցան մագդա, բացահայտություն է ձեզ համարել նաև անում, որ սրանք հայախոս ջհուդներ են, 800,000-ն է։ Հիմա և 10,000 ընտանիքը, հարց եմ տալիս ձեզի, հարգելի աշխատողներ իրավապահ մարմիններում, դուք Հայաստանում լսել եք որևէ մի ուրիշ լեզու, չհաշվենք այս վերջի մի քանի ամսվա, իբր թե տուրիստ եկած նոր ալիք ջհուդների, շիվառ նայում են, ասում են, չէ, ասում են, այսինքն, այդ 800,000 և 10,000 ընտանիք, Հայաստանում ինչ լեզվով են խոսում, նայում են, ասում են, փաստորեն, հայեր են, ասե աբացույց մեկ, որ այս 800,000 և 10,000 ընտանիքը Հայաստանում խոսում են հայերեն, շարունակենք, բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալները ներքին գործերում են, օվիրում են, պասպորտ սեղաններում են, դուք ամեն մի վայրկյան առնչություն ունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, ամեն մի վայրկյան, դուք լսել եք, դուք տեսել եք որևէ մի քաղաքացի այլ ազգանունով, ոչ թե յան, նայում են իրար դեմքին, ասում են, չէ, ասում եմ, հարց առաջանում, բա որ ազգանունների տակ են այդ 800,000 ջհուդներ և 10,000 ընտանիքի ներկայացուցիչները, ասում են, փաստորեն յան ազգանունի տակ, ասի ես ձեզ աբացույցեցի, որ երկրում կան 5-րդ շարասյուն, դրանք ջհուդներն են, 800,000 և 2,000 ընտանիք, և իրանք բնագրվում են Հայաստանի տարածքում խոսալով հայերեն լեզվով և յան ազգանունի տակ են, երբ, ինչ, ոնց են եկել, ոնց են յան ազգանունը տարել, ես դրա աբացույցերն էլ ունեմ, եթե հետաքրքիր է, ես կարամ բոլորից դրա մասին էլ պատմեմ, 100 տարի վեր առաջ ջհուդները դիմումներ են գրել ամբողջ աշխարհից, քսերոքս եղած, ասել Հացպանյանին, երևի քսերոքս մեքենան այդ վախտեն հորին է, մենք տեղյակ չենք եղել, բոլորի բովանդակությունը կետ առ կետ նույն նախադասությունն է եղել, այսինքն հրահանգ է եղել, ջհուդները գրել են, տվել են, արտագրել են, տվել են տեքստը, արտագրել են, որ ուզում են դառնալ հայ և ուզում են դառնալ քրիստոնյա, սա առաջի ալիքն է եղել, որ իրանք մտել են հայ ազգի մեջ և մտել են մեր եկեղեցին, դառնալով քրիստոնյա, իրանք հետագայում դարձել են հոգևոր, մտել են մեր եկեղեցին և 37 թվին մեր հոգևորներին կոտորելով, իրանք այդ նիշան գրավել են, կոտորելով հայ ազգին 15 թվին, 18 թվին, 30 թվին կոլեկտիվիզացիայի ժամանակ, 18 թվին կարմիր բոլշևիկյան հեղափոխություն անելով, 30 թվին կոլեկտիվիզացիա ստեղծելով, 37 թվին վրագ նարոդը հայտարարելով, 41-45 թվին պատերազմ տանելով, դա էլ է եղել, հետո հայտարարել են ով որ գերի անգե, եդա էգե, իրանց հայտարարեցին վրագ նարոդը, կոխեցին բերտերը, տվեցին նրաստրել, ով որ փրկվավ, հետո հայտարարեցին պատերազմի ժամանակ, 41-45 թվին,
բոլոր սովետական միության 15 ռեսպուբլիկաների տարածքում հրեաներին ջհուդական Կրեմլ որոշում է կազմում, իբր թե գնում է խալակոստ, իբր թե Գիտլերը նեմեցա, ֆաշիզմ են հայտարարել, իբր թե նեմեցներն են անում, Ստալինն ու Գիտլերը եղել են ջհուդներ, ժողովուրդ ջան, ոնց որ հիմա Պուտինն ու Զելենսկին, Նիկոլ Փաշինյան եւ Ալիև սարկում են կատլավան, քաշում են ժողովուրդներին, վերևից էլ կռուտո Էրդողանն է խփում, են վախտել սամալյոտներին, նավոտկե կտվել են, մարդիկ իմացել են, նեմեց են սպանում, իրանք իրան ժողովուրդին են սպանել, հասկացաք ինչ է տեղի ունեցել, ժողովուրդներին սպանելով, հայտարարում են հրեա ժողովուրդին ջհուդներին գանիմые, նիշասные, որ բոլոր պետություններում, այդ 15 ռեսպուբլիկաներում ջհուդներին տան այդ տվյալ ազգի ազգանունները իբր թե փրկվեն ու թաքնվեն խալակոստից։ Երրորդ ալիքը ժողովուրդ ջան, երրորդ ալիքը եղել է 48 թվին մենց հայրենադարձության ժամանակ, որ ըստ երևույթի Չորեքչյանի գլուխը դրա համար հետո կերան, երբ որ Չորեքչյանը հասկացել է ինչա տեղի ունեցել, կատողիկոս Չորեքչյանի մասին է։ Ուրեմն մենց հայրենադարձության տակ միջև այդ Եվրոպա, չեմ հիշում, Ռումինիան թե Վենգրիան են տարել ջհուդներին, մտածել են, որ մենց պատերազմ անելուց սլավոնական, քրիստոնեական արիացի ժողովուրդներին կոտորելուց կարան բերեն լցնեն, չեմ հիշում Ռումինիանա թե Վենգրիանա, ջհուդներին ջարդել է, ներս չի թողել։ Հայաստանում խորամանկություն են արել, հայտարարել են մենց հայրենադարձություն, Սովետի ժամանակ Եվրոպայից և Ամերիկայից գալու համար, Էդի հիմա իրանց հրեաներին երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ քաղաքացիություն են տալիս, որովհետև հրեան պիտի ազատ աշխարհը ֆռա, եթե հային սովորցրել են երգիրդ երգիր չէ ուր որ հաց են տեղել կաց, մի փոր հաց վաստակես երեխուդ համար, հրեային սովորցրել են ջհուդին։ Где тебе хорошо, там твоя родина, ուր որ քեզ լավ ես զգում, այդտեղ քո հայրենիքն է։ Դրա համար էս լիքը քաղաքացիություն, որ իրանք աշխարհով մեկ համ ֆռան, համ էլ գործ են անում բոլոր այդ պետությունների դեմ։ Մոսադի ագենտուրնի ցանցնա Լապշինի նման։ Այս որ հիմա իբր թե խաղ են խաղում Նիկոլը Լապշինին հանել Այսյանենյան, դա խաղա ժողովուրդ ջան։ Ուրեմն Եվրոպայի եւ Ամերիկայի քաղաքացիությունից հրաժարվելով գալիս են հայերը ետ։ Խորամանկ ձևով սովետական միությունը, ջհուդական պետությունը, որ ստեղծվել է այդ ազգերի եղեր կատարելով եւ այդ ազգերի հողերի վրա, թողնում է ներս հարուստ հայերին եւ քյասիբ հայերին թողնում է սովետի սահմանում։ 100 հազարավոր հայեր ոչ կարան ետ գնան, ոչ կարան մտնեն սովետական միություն։ Խապել են։ Ժողովուրդը կոտորվել է սովից եւ ծառավությունից։ Հայերին կոտորել են սովետական միության սահմանի վրա ներս թողնելով հարուստներին եւ իրանց ջհուդներին իբր թե գալիս են հայերը։ Արտեն այնտեղ են ծնվել, հայերեն իբր թե չգիտեն։ Հարուստներին հայտարարեցին վրագ նարոդը ուղարկեցին Սիբիր թալանելով եղածը։ Քյասիբների տեղ, դե իրանք քյասիբ են, ներկայացան որպես քյասիբ վերադարձած հայերը։ Այդ գեշերը, որ իրանք տարածել են, որ 15 թվի բռնաբարված հայ կնանիքների երեխեքն են, հենց այդ այլանտակները եղել են իրանք ժողովուրդ։
Բերեցին իրանց երիտասարդությունին, լցրեցին Հայաստանի տարածքով անգամ ամենախուլ գյուղերը, խառնածին ստեղծվան, խառ ամուսնություններ, էդ որ աղջիկ են փախցնում Հայաստանում, ես եկա Բաքվից շիվար մնաց, էս ինչ բանա, մարդուն որպես ալերի մեշը գողանում են, էս ինչ բանա հայերի մեջ, արդեն պարզ պիտի լինի, չունենալով ոչ քոք, ոչ արմատ, ոչ ասկ, ոչ բարեկամ, իհարկե իրանք աղջիկ ուզելու տարբերակ չեն ունեցել, գողացել են հայերի աղջիկներին, գողացել են հայերի աղջիկներին ու հայերի գլուխը մտցրել են դե էլ ինչ, այսենց, էդ հիմավա հարսանիքներն էլ, որ սովետը քանդվեց, թամադայի գաղապարախոսություն մտցրին, իհարկե, իրանց երեխեքն արդեն որ պիտի ամուսնանան, խայտարակ են լինում, ոչ ազգ ունեն, ոչ բարեկամ ունեն, չունեն, ոչ մեկը որ ելնի, սրդանց ջիգարով, ճանանչելով, կենաց խմի հայավարի, սարկեցին բիզնես, առաջի անգամ որ տեսա զարմացա, շարվում են, թամադան տոստ ցուցակով, թղթով, հարցնում են հարսուփեսի անունները, հորնում որ անունները Եվրոպա են խաղում, վերցնում են բաժակները, ֆռում են սենց ժամերով, բրծավ հարսանիկը, առաջ հայերը հարսանիկը, 3 օր 3 գիշեր, էդի մինիմալնի սրոքն ա եղել, միջև 7 օր 7 գիշեր, տատուս հարսանիկը եղել ա 7 օր 7 գիշեր, 7 ֆայետոնով հարս են բերել, ժողովուրդ ջան, 100 տարի առաջ, հասկացաք, որտեղից ինչ ա գալիս, այսենց երկրորդ ալիքն ա եղել, որ մտել են հայ ազգի մեջ, Նովոյ Արմենիա, չհասկացանք, որ ինչ Նովոյ Արմենիա, ինչ Նովոյ Ռուսկի, ինչ Նովոյ Ուկրաինցի, արդեն իրանց խառնածինները, արտաքին տեսքը որոշ չափով նմանվեց այդ ազգերի, նուտրոն մնացել ա թույն ու թարախ արյունախում մարտակեր, թալանչի, եկան իրանց 2000 ընտանիք դարձան, մտան քաղաքական դաշտը ժողովուրդ ջան, 800,000-ն էլ իրանց խառնածիններն են, որ գործ են անում այդ 2000 ընտանիքի վրա, հասկացաք ինչա տեղի ունեցել, հետո, մանգատների հայերի մեջ չի եղել, ծնող հանցնել ծերանոց, իրանցից ա էլի դուրս եկել, Ալեն Սիմոնյանը, որ Հայաստանը ծալել ա դրել ա տակ, մեկի տեղ 3 անգամ ա ամուսնանում, տպավորություն թողնի, որ ինքը պիդաֆիլ չէ, նորմալ տղամարդ ա, մինչև հիմա չի հասկացել, որ վիբրատորից երեխա չի ծնվում, Հիսուս Քրիստոս, այդ հեքիաթները ժողովրդի համար ա, որ ինքը ամուսնանում ա, ժողովուրդ ջան, վիբրատորից երեխա չի ծնվում, հələ հարցրեք 3 անգամ, մեկի տեղ 3 անգամ ամուսնացել, քանի հատ երեխա ունի, հորողբերն էլ կյանքի խոսքի սեկտայի շեֆն ա, Արտուր Սիմոնյանը, հասկացաք ժողովուրդ ջան, որտեղից եկան լծվան, դարձան Նովոյ Արմենիա, իշխանությունը բերեցին ջհուդները դրեցին իրանց ձեռը, հիմա ինչ ա գնում, 100 տարի առաջ, մենց եղերնը, որ մեր գլխին սարկեցին, հայերի կոտորումը, ոնց են սարկել, մեր մեջ տարածվել են, ասում եմ, հայ դառնալով իբր թե թղթով, քրիստոնյա դառնալով տարածվել են, այսենց, որ ասում են, գյումրեցիներն էլան հացով աղով թուրքին ընդունեցին, ոչ, ոնց որ այ հիմա ցույց են տալիս այրապորտում, ջհուդ բոզերը գալիս են,
հայկական տարազներն հակել են, հայոց պարերը սովորել են, ելնում են տրճգում են, բոզ ենք ընդունում ստեղ հացով ու աղով, Իսոս Քրիստոս։ Էտենց էլ արել են են վաղ ժողովուրդ ջան, տարածվել են մեր մեջ, ոնց որ Սումգայիթն են արել քաղաքի կեսը, էլելա հարձակվել թուրքերը, գիշեր քնած հայերի վրա, նույնը այդ վաղտ են սկսել անել, ուղղակի ինտերնետ չի եղել, ժողովուրդը չեն կարողացել տարածել ինչ է կատարվում, սա է տեղի ունեցել։ Հիմա բերել են չգիտես հում բոզությունից ցրտված, վերին լցրեցին Հայաստանը, շուն ու շանգյալ տարբեր գույների, սաղ բոզ են ժողովուրդ ջան կամ բոզից ցրտված լամուկներն են, բերեցին լցրեցին Հայաստանը, իրանց բոզի լամուկներին, չգիտես հում ինչ գույնի, բոզի բոզության արդյունքին անունը դրեցին Սոսե Մայրիկի անունը ու սենց իրանց տեղավորցնելու են մանգատուն ու իրանք 18 տարեկան հասակում թե 16 ստանալու են պասպորտ հայ քաղաքացու։ Այսենց այս ցրտվածներին, որ բերել են գույնավոր, որ էս եկած սպիտակ բոզերի հետ, տեսան հայերի հետ չի ստացվում։ Ռուբեն Վարդանյանը տատար Ռուբոն, որ տպավորություն են թողնում ինքը իբր թե Բաքվի բերտում նստած, Արցախը նստել է վիշապը։ Հայերին հանեցին, ոսկու հանկերն են հենտեղ Մոյտվոյանում։ Զոնաբենդն էլի իբր թե մարդու համար պայքարում է, դիմում է ստեղ հենտեղ, մարդու հետ ուզում է բան անի, սվիդանի գնա, երրորդ լամուկին երևի կարողը ծննդա բերի, նա ստարստիլ է, դալգաժդանն է հանդիպումից։ Էլավ, տատար Ռուբոն, ասու դերը իրան վերապահեց, մի հատ տարածեցին, որ ինքը դեմոգրաֆիայի մասին խելքով է շատ, որը մենձա իբր թե գլուխն էլ շատ է, Гирка գրել демографическую карту, как надо правильно контролировать, регулировать, չգիտեմ ինչ կեղտ ուտել, սարկեցին, որ ինքը այդ ոլորտում մասնակետ է, էլավ հայտարարեց, որ Հայաստան պիտի հայ գենին մոդիկ պակիստանցի, ինդուս, չգիտեմ չինացի բերեն, որ հայ տղեկը զոյվել են, հայ աղջիկները Բիզացովշինա առանց հորի երեխա չբերեն ապորենի։ Օրինական երեխա ծննդաբերեն, մենք բան ենք իբր տեստեղ, հավենք, մեր պարոդն են փոխում, բրոլերսկի են սարկում, բերեցին սրանց լցրեցին, հայերի հետ տեսան, ինչքան էլ վիդեոներ նկարեցին, որ սպիտակամորտ, սևամորտի հետ ելնում է եմեր եկեղեցուց, վիդեոներ նկարեցին, ժողովուրդ ջան, պսակ չէ, եկեղեցուց հարսի շորով ելնելով փեսում։ Տեսան, որ հայերի հետ չեն կարողանում, բերին մի պարծա էլ բոզ, արդեն ռուսից ցրտված ջհուդներին, ուկրաինցիներին ցրտված, իբր թե սլավոններն են, հիմա էլ տարածում են Տիգրան Ավակյանի միջոցով այդ եմիշ գլուխ, մենջ եմիշ գլուխ, լավ են դրանք երծրել, տարածում է, որ այս գալացողները հայերն են հայրենադարձ լինում։ Ասեմ ձեզ ժողովուրդ տեսակ, որ բռնցրել եմ հայ ծննդականով, ծախում են իրանց, կամ բաժանում են, կամ Իսրայելի տեսակ պասպորտով բռնցրել են, որ ջհուդներն են, դուք տեսել եք վիդեո, իրանց սարկում են, որ իբր թե իրանց արմատների մեջ հայ կա, չգիտեմ ինչ կա, սարկում են հայրենադարձ, մենց արտոնություններով, ժողովուրդ։ Հիմա սրանց բերել են սևամորտների հետ ցրտվեն, երեխեքներին,
արտեն անարմատ լցնեն ծննդատները, մեզ փոխարինեն իրանց լամուկների բոզության արդյունքներով, ժողովուրդ ջան։ Ուրեմն ինչ են արել։ Սկզբից բերեցին սրանց լցրին որպես մտեք այդ Դավիթ Աշենի բանի տարածքը, документы на ВНЖ, вид на новое жительство, դոկումենտի на гражданство, օֆիսները, որ աշխատում են, եթե օվիրում հարց կունենաս, միայն օնլայն, որ չտեսնեն այնտեղ է սևամորտներն ու այդ բոզերն են սաղ գրանցվում, հայը պիտի 3-4-5 ամիս հերթ կայնի։ Օնլայնով սա։ Օնլայնով, որ չտեսնեն ումն են ինչ ձևակերպում, ժողովուրդ։ Քաղաքելնել անհնարին է, հային արդեն պիտի մանգաս, ոնց որ արտասայմանի այրապորտում մտնում ես, տեսնում ես ինչ ռանգի մարդ ուզում ես տեսնում ես, հային պիտի պատահական լեզուն լսես, հային ուրախանաս, հիմա Հայաստանում այդ վիճակն է, ժողովուրդ ջան, հլը որոշ չափով գյուղերն են փրկված, այնտեղ էլ են տանում լցնում։ Ինչ են արել։ Սրանց բերեցին լցրին, 35 տարի առաջ Բաքվից հայությունը գալիս են, Երևանը հայտարարեցին փակ քաղաք, մեզ բարձրագույն կրթություն ունեցողների եւ վարպետներին ուղարկեցին գյուղերով, որ մենք չդիմանանք փախնենք, Հայաստանը դառնա ընդամենը տրանզիտնի պլաշատկա հայության համար, որ 700,000 Բաքվի հայությունը դառնա ունիսյոննի վետրում քամին տանի մեզի, կորենք ոչինչանանք, Բաքվեցու անվան տակ բերել են, լցրել են ստեղ էլի իրանց թուրքերին, հիմա սաղ կբացատրեմ, ուրեմն հիմա բերել են սրանց լցրել են քիչա Երևան, սաղ կենտրոնը իրանցով ալեցված, փագում են հայերին հնարավորություն դրսի հային ստանալ քաղաքացիություն, ժողովուրդ ջան, հայի ոտը կտրում է եւ օրենք կա ընդունում կամ արդեն ընդունել է, որ Սփյուռքում գտնված հայը իրավունք չունի մասնակցի ընտրությունների։ Հիմա հարց է առաջանում։ Եթե դուք Հայաստանի Հանրապետության, հլը չխոսամ նգարած թվի մասին, որոշ չափով քաղաքացիների ներկայացուցիչն եք, ոչ թե ամբողջ Հայաստանի հայերի, դուք որ իրավունքով քաղաքական դաշտը ամբողջը, թող չգոռան, որ իշխանությունն է անում, ոչինչ չանելով ապոզիցիան նպաստավորում է իշխողները անեն։ Ժողովուրդ 5 տարվա մեջ հայերը Հայաստանից հասան Ռեխստագ, ոչնչացրեցին Ռեխստագը։ 8 տարին 9-րդն է լրանում, Հայաստանում չեն կարողանում նիկոլ հանել։ Իրանց վնգզդոցնա, որ սաղ նիկոլն անում, նիկոլնում շումնա էսկան գործ մենագովաներ, ապոզիցիան սուտ պայկարատանում, որի պրտե չեն կարողանում հանել, որովհետև տագանք հայեր գոյություն ունեն, զոմբիժեղ հայեր գոյություն ունեն, սաղ մենք ենք իպրտե մեղավոր, հասկացաք ինչ խաղ են խաղում։ Հիմա, որ իրավունքով իրանք իրավունք են վերապահել ամենահայոց կաթողիկոսի դեմ, կաթողիկոսը ոչ թե Հայաստանի Հանրապետության քրիստոնյաների կաթողիկոսն է, այլ կաթողիկոսը ամենահայոց կաթողիկոսն է, աշխարհով մեկ ինչքան հայ կա, կաթողիկոսը բոլոր հայերիս կաթողիկոսն է, ինչ իրավունքով, հլը չխոսան, որ իրավունք չունեն իրանք մտնեն
եկեղեցին պետականությունից դուրս է, պետականությունը իրավունք չունի մտնի եկեղեցու գործի մեջ, ինչ իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունի իշխանավորները հայտ մեղադրանք ներկայացնեն ամենահայոց կաթողիկոսին, որ իրավունքով եթե Սփյուռքի հայը զրկված է իրավունքից քեզ կամ եթե Սփյուռքի հայը իրավունքից զրկված է Հայաստանի ընտրություններին մասնակցելու ինչ իրավունքով Հայաստանի իշխանությունը իրան իրավունք է վերապահում որոշի բոլոր հայերի պապերին կատարած եղերնու հարցը իրավունք չունի բացարձակ ժողովուրդ մի քիչ սթափվեք հələ հասկացեք ինչա կատարվում ինչ իրավունք ունի այս դեպքում Ամերիկայից կամ չգիտեմ որտեղից բերած իհարկե իրանց ջհուդներն են ժողովուրդ ջան որպես հայ Ամերիկայի քաղաքացին եկել աստեղ նախարար ու չգիտեմ ինչա դառնում Այդ ոնց եղավ Սփյուռքի որոշ մասնիկը իրավունք ունի անգամ գա կառավարի Հայաստանում սկսած Զարե Սինանյանից ջհուդ այլասերվածից բայց հայեր կան որոնց արգելված է գան Հայաստան քաղաքացիություն ստանան հայեր կան որ զրկված են փաստորեն իրավունքից քվեարկեն ընտրությունների ժամանակ եւ հայեր կան որոնք ընդհանրապես իրավունք չունեն հայոց եղերնու իրանց պապերի մորտի հարցը լուծելու այդ ոնց եղավ որ սենց եղավ այդ ումն եք փորձում էշիտեղ դնել ձեր էշերից ցրտված լամուկներովս Այնենց որ ժողովուրդ ջան իմացեք ինչ է կատարվում ջհուդներին ներս թողեցին հայերին արկելում են արդեն քաղաքացիություն ստանալ արկելում են հայերին մտնել բերին լցրին մտածում են դե սովոր են այս հարցն եմ ուզում զուգահեռ բարձրացնեմ գիշեր ցերեկ Շենգավիթի շենքերին այսենց կրիշի վրով գիշեր ցերեկ սամալոտներ են թռնում ինչ իրավունքով Սպալնի ռայոնով գիշեր ցերեկ կրիշների վրով սամալոտներ են թռնում ես ուզում եմ հասկանամ Շենգավիթ երրորդ մասը Վզլոտնի պալասն է Հայաստանի ինչ իրավունքով ժողովրդին գիշերները չեն թողնում քնել ու ժողովուրդ ջան մենք որ տարածում ենք խիմտրելների մասին որ դեղ են փչում ասում են իրանք տարածել են որ էդի սամալոտի ինվեստիցիոննի ծուխնա էդի դեղ չի թույն չի բայց չեք նայում գրաժդանսկի սամալոտը որ թռնում է պասաժիրներով այդտեղից ինչի ոչ մի ծուխ չկա բայց որոշ սամալոտները որ էսենց զուգահեռ են թռնում այսենց զուգահեռ դաժե կարան թռնեն Այդ ինչ պասաժիրսկի սամալոտները սենց իրար հետ են թռնում պարալելնա Իրանցից ծուխայի փրթելնու Այդ ինչ տարբերություն է սամալոտների մեջ կարանք հասկանանք թե կան խիմիչիսկի դեղերը թույները լցնող սամալոտները եւ կան պասաժիրսկի սամալոտները ու երբ որ ձեզ խապեն թե դա ինվեստիցիոննի դիմ հասկացեք որ Եթե это дым, значит, он должен выходить из самолетов гражданских.
Տեր կայնեք ժողովուրդ ջան, եթե իրանք մտածում էին, որ բերեն քանագով, դե սովորեն, ողմագով շակալին, տեսնում եք Ուկրաինայում ոնց են հարձակվում մի քանի բուղա, մի հոգու վրեն, մեր ժամանակ երևի իրանք արդեն շակալի ստայայով, որ լցվում են մարդկանց վրեն, հələ մարդիկ չէին հասկանում ջհուդներն են, ասում են լիժաչևնի բյուտ, եթե մարդը արդեն ընկել է, իրան չեն խփում, տրոյ ադնավո նի բյուտ, տղամարդ ես մեկին մեկ կռվի, լցվում են բուղեքներով, բռնում են մարդկանց, ոտից ձեռից կոխում են ավտոների մեջ, տանում են նա օրգնե, Հայաստանում ինչ են անում, հայ տղեկներին ողմագով, թուրքի բջերը հայախոս, կպնում են հայ տղուն, կռիվ են սարկում, հարձակվում են վրեն, կամ փաթաթվում են, աղբերս հարց չկա, բարիշեցինք, մեջքի դանագով խփում են, իմացեք ինչա կատարվում ժողովուրդ ջան, եթե իրանք մտածեցին, որ կարան քանագը բերեն լցնեն, սաղ բոզու պիդաֆիլ են, ռուսների դրբով տղամարդկանցից էլ գիտեն, թե որ ցրտվել են, հիմա էլ գնում են տրինաժորնի զալներն են, բաներն են, վիտամիններն են զղտգում, մուսկուլ աճեցնեն դոդի նման, գիտեն, թե զորությունը իրանց քանագի մեջ է, ժողովուրդ ջան, զորությունը որակի մեջն է, զորությունը հավատքի մեջն է, դրա համար Վարդան Մամիկոնյան ելել է բաննագով 1-20 պարսիկների դեմ և հաղթել է, դրա համար Նժդեն ելել է 100-ի դեմ ու հաղթել է, հայ այդ զորության դեմն են կռվում, մեռնեմ ասու զորությանը, եկեղեցու դեմ նստած եմ ժողովուրդ, էսի եկեղեցիա, նայեք որտեղից եմ խոսում, 90-ականների եկեղեցիա, այդ սենց մեռնեմ ասու զորությանը, ես էլ սուրբ քարը, Վանա լճից բերած մեն զորություն ունեցող քարը, մեռնեմ ասու զորությանը, իհարկե հաղթանակը մերն է, իհարկե հաղթանակը, հեսա մեր խաչ քարերը, նայեք ժողովուրդ ջան, մեռնեմ ասու զորությանը, հա, մեկ էլ խոսամ, իհարկե զորությունը մեր հավատքի մեջն է, մեր Աստծու մեջն է, մեկ էլ այս Մալիշկայի պատմությունը, որ սենց մամուլը տարածում է, որ առեղծվային պատմություն, շատ չեղավ առեղծվածային պատմությունները Հայաստանում, առեղծվածային սպանդ, առեղծվածային, չգիտեմ, գողություն, առեղծվածային ինքնասպանություններ, շատ առեղծվածներ չեղան Հայաստանում, Մալիշկայի պատմությունը ժողովուրդ ջան, վիդեոն տարածել են, ինչ-որ մեկը սև շորերով, դանդաղ աստիճանով իջնում է, Մալիշկայում 4000 բնակիչ գոյություն ունեն, այ մալիշկեք, այ Մալիշկայի բնակիչները, դուք ամոթ չունեք, որ թույլ եք տալիս ձեր մասին այդ ստերը տարածեն, որ ամբողջ Մալիշկայի բնակչությունը սարսափի մեջ է, տերևներ է թափ տալիս, չգիտեմ ինչ է, այդ ոստիկանությունը ուր է, այդ Մալիշկայում սաղ մալիշկեք են ապրում, սաղ դարձակ Արա Աբրամյան, մի հատ բոմժի, այդ պատմությունը, որ սարկել են, իբր թե մեկը մտել է սարսափաներ շնչում, տպավորություն են ստեղծում ժողովուրդ ջան, արդեն այնտեղ գրում են, թուրքը մտնի, բա ինչ եք անելու, այս տպավորություն են աշխարհով մեկ ստեղծում, որ այ հայերը սենց քակել են իրանց տագները, առեղծվածային ինչ-որ մեկը գալիս է, քար է խփում, տերև է թափ տալիս, սաղ սենց սարսափի մեջ, մալիշկեք, ամոթ է, հիշեք, չգիտեմ, այդտեղ սաղ
Ջավուդ Արա Աբրամյանի ցեղն է, այդտեղ մի հատ հայ չկա, էլի Մալիշկայի այդ սև կապյուշոնով հետևից որ նկարում է, այդ հետաքրքիր է, այդ կամերաներ, այդ թանգանոց ինչ որ տեղերով անցնում է, ում համար է, այդ կամերաներ ինչ որ նայող կա, ում համար են այդ կամերաներ, որտեղին է միացրած, ոստիկանության, այդտեղ այդ ոստիկաններն այդ պիստոլետով բանով, այդ մեջին չեն կարողանում բռնել, ազատ սենց իջնում աստիճաններով, լուրջ, գամ բռնե, հիմա նայեք, ես որ խոսացի, չէ, սրանից հետո մի անգամից այդ բանը պրծնելու է, ֆլեշմոբը պրծնելու է, ոնց որ խոսացի երեխու մասին, Էլան ընդամենը գրեցին անունը դրել են Սոսե Մայրիկի անուն, որ չուզենանք, որ այս երեխու փնորենք, Սոսե Մայրիկի անունն է, հələ դուք նայեք այնտեղ ինչ են գրում, ուրիշ անուն չկար նորմալ անուն դնել, ռուսները ինչ պիտի հասկանան, ջավուդներըց, ձեր ուղեղի մեջ մենակ դա է, դրանով եք մենակ զբաղվում, Սոսե Մայրիկի անունն են արդեն նսեմացնում, ռուսախոսներ ինչ պիտի հասկանան, ռուսախոսները, ջավուդ ռուսախոսները, պիտի հասկանան, որ իրանք ընդամենը բոզու պորնիկ են, մենք դա ապացույցելու ենք, փեդով ենք ձեզ սատկացնելու, փեդով, մտցնելու ենք ձեր համապատասխան տեղ, ուստեղից նորից ռադ եք լինելու, բայց ոչ Ռուսաստան, վարվեք ընդմիշտ սատանու կրակների մեջ, աշխարը 7 միլիարդ է, եթե առաջ մի երկրից մյուս երկիրն են փախել ժողովուրդ ջան, հանեք ամբողջ աշխարհին տարածեք, որ սրանք ֆաշիստներ են, մարտակերներ են, արունախումներ են, որ աշխարհով մեկ ելնենք սրանց, սատկացնենք, փախնելու տեղ չունենան, այն վախը, որ միշտ ներշնչել են ժողովուրդների մեջ, այն Ժիրինովսկին ջավուդը, որ ասում է, որ страх, нагоняйте на них страх, и вы получите от них все, что вы хотите, ով որ չգիտի ռուսերեն, վախ ներշնչեք նրանց վրա, ու դուք իրանցից կստանաք այն ամենը, ինչ որ դուք ուզում եք, կորոնավիրուսը ձեզ, օրինակ, աշխարհով մեկ սպանդ էր գնում, հիմա այդ վախը պիտի վերադառնա իրանց, այն մտքից, որ ամբողջ աշխարհն ելել է իրանց դեմ, և իրանք փախնելու տեղ չունեն, իրանց կյանքը վտանգի տակ է, այդ ինսուլտ, ինֆարկտ, որ հիմա տարածված է, դարձել է էպիդեմիա, իրանց ձեռքերով, այդ ինսուլտն ու ինֆարկտն իրանց պիտի սատկացնի, վախից մեռնեն, տեղում սատկեն, բարին ասուց, Մալիշկա ջան, այ չգիտեմ, գյուղ ես, ինչ ես, եթե պետքա գամ, նայեք հիմա սրանից հետո, որ խոսացի, ֆլեշմոբը կպրծնի, շնորհակալություն հայեր ջան, Աստված առաջ,